ամեն երեխայի համար 500,000 դրամ նպաստ։ Այս մասին այսօր ասել են կառավարության նախարարությունից։ Նոյեմբերի 25-ին կառավարությունն ընդունել է կենսաթոշակների և նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշում, ըստ որի երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգատվից։ Գործող օրենքով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պայմանավորված էր երեխայի կարգաթվով։ Առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում էր 300,000 դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար 1 միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի համար 1,5 միլիոն դրամ։ Քանի որ երեխայի ծնունդով պայմանավորված ծախսերը նույնական են, անկախ երեխայի կարգաթվից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կիրառել նպաստի համահարց սահմանաչափ՝ 500,000 դրամ։ Հաճախ այս նպաստը դիտվում է ոչ միայն հիմնական նպատակով։ Հատկապես հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու ժամանակ։ Այդ պատճառով կարծում ենք, որ բոլոր դեպքերի համար պետք է սահմանել 500,000 դրամ նպաստ, նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նաև ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագիրը վերածել մշտական պետական նպաստի, որը տրվում է յուրաքանչյուր ամիս երրորդ և հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչև 6 տարեկան։ Ըստ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի՝ հունվարի 1-ից գործող 20% հետվճարի մեխանիզմով այս գումարը անկանխիկ առևտուր անելու դեպքում կդառնա 60,000 դրամ։